Շնորհակալ եմ։ یه همه سوال پرسیدم فکر کنم دیگه من دیگه Կարծես բոլորը արդեն اذیتتون نکنم سوال Որոն դեսպան դերերեսուկվար ամսին մտահոգություն հայտնեցիք, որ Իրանը պատկերացում է ձևավորվում, թե Հայաստանը վերածվում է Իրանի դեմ թշնամաբար տրամադրված երկրների ուժերի հարթակի։ Այդ շրջանից հետո բավականին լուրջ իրադարձություններ տեղի ունեցան, Իրանը անցավ ծանր պատերազմի միջով, քաղաքական զարգացումներ տեղի ունեցան, Թեհրանը ներկայումս ինչ դիրքորոշում ունի հաշվի առնելով նաև Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքական դիրքավորումը այս ընթացքում։ جناب صدیق با توجه به اینکه در ماه ژانویه شما ابراز نگرانی کرده بودید و فرموده بودید که در تهران تصور ایجاد شده که ایران به پایگاه کشورهای متواصل تبدیل شده و همچنین با توجه به اینکه خب طی این دوره تحولات بسیار جدی صورت گرفته از جمله جنگ پیش اومده میخواستم ببینم که رویکرد تهران در این زمینه در حال حاضر به چه صورت هست. حالا شما بحث قدیمی رو مطرح می‌کنید. من اونجا نگفتم که ارمنستان به پایگاه کشورهای متخاصم تبدیل شده. یه اشتباه ترجمه در رسانه‌ها انجام شد. Ամեն դեպքում հաշվի առնելով, որ դուք մատնանշեցիք անցյալում իմ կողմից արված հայտարարությունները, նախ եւ առաջ հարկ եմ գտնում ընդգծել, որ ես չեմ իմ ձևակերպման մեջ չկար երկրներ բառը եւ ես հստակ կերպով արձանագրել եմ, եթե որևէ կերպ այլ կերպ է լրատվամիջոցների կողմից տարածվել, դա հստակ սխալ է, ես արձանագրել եմ, որ ուժեր բառն է մեզ օգտագործել։ به خاطر فعالیت ضد ایرانی بعضی از افراد شما اونجا گفتم عناصر این عناصر کشورها ترجمه شده بود به خاطر فعالیت ضد ایرانی بعضی افراد در اون مقطع حس بدی داشت در تهران شکل می‌گرفت که بعداً به خوبی با همکاری دو تا دولت ایران و ارمنستان مدیریت شد. Խոսքը գնում էր Հայաստանի Հանրապետությունում որոշ անհատների, որոշ անձանց, որոշ խմբավորումների գործունեությանը եւ լրատվամիջոցներում, եթե նույնիսկ այդպես տարածվել է որպես երկրներ, չնայած այդպես չի տարածվել, ամեն դեպքում ես խոսում եի հստակ իրավիճակով պայմանավորված սպառնալիքներով, որ Թեհրանում այդպիսի կարծիք կարող է ձևավորվել, որ Իրանին թշնամաբար տրամադրված ուժերը օգտագործում են Հայաստանը։ همکاری خیلی خوبی بین ایران و ارمنستان در مدیریت این چالش‌ها وجود داشت. Ամեն դեպքում մենք բարեհաջող կերպով հաղթահարեցինք այդ մարտահրավերը եւ դրանից հետո հայ-իրանական հարաբերությունները շարունակեցին զարգանալ բնականոնով եւ նոր արդյունքներ նաեւ սահմանվեցին։ همون زمان تشکر هم کردیم از دولت ارمنستان و قدردانی خودمون Ինչից հետո նաև ձեռք բերված դրական արդյունքներից հետո էլ մենք մեր կողմից շնորհակալությունը հայտնեցինք Հայաստանի Հանրապետության կառավարությանը եւ այս համատեքստում համագործակցության համար մեր երախտիկը հղեցինք Հայաստանի կառավարությանը։ Շնորհակալ եմ։ Մեծարգո դեսպան, տեսեք, պարոն Ծառուկյանը քննչականից դուրս գալուց ասաց, որ նախկին եւ ներկա դեսպանները այս գործից տեղյակ են։ Դուք խոսել եք նախկին դեսպանի հետ, տեղյակ եք նա եւ ըստ ձեզ ձեր կարծիքն է հետաքրքիր։ Սա ուղղակի առողջարանի տնտեսական վեճ է, թե իրոք դա ինձ Ծառուկյանի իրոք այդպեսի ճիշտ է գործադատական պրոցեսում է, դրամատիկության փուլում է, այդ մեղավորություն կա ինչ կասեք անի դեսպանի գնահատականի մասին եւ նրա մեղավորության մասով, որովհետև նրա քաղաքական թիմը ընդդում է, որ սա քաղաքական հետապնդում է, այստեղ որևէ լուրջ հանցագործություն չկա։ می‌فرمایند که جناب سفیر آقای زاروکیان زمانی که از بازپرسی می‌آمدن بیرون اعلام کردند که سفرای سابق از این موضوع اطلاع داشتند. نظر شما با توجه به اینکه یک اختلاف اقتصادی هست در این زمینه به چه صورتی هست؟ آیا نظر سفیر سابق رو در این زمینه شما اطلاع دارید که به چه صورت بوده؟ و همچنین با توجه به اینکه تیم سیاسی آقای زاروکیان این موضوع رو یک پیگرد سیاسی اعلام می‌کنه، پس می‌بینیم که نظر شما در مورد روال این قرارداد که نظر سفیر سابق به چه صورت بوده؟
ببینید اشاره کردم در قسمت قبلی گفتم دیگه این مرکز تجاری ایران و ارمنستان با همت هم سفارت جمهوری اسلامی ایران و سفیر وقت و هم اون گروه ایرانی و هم آقای زاروکیان در واقع پایه‌گذاری شد. Տեսեք, ինչպես արդեն նշեցի, այդ հայրենական առևտրի կենտրոնը եւ այդ կենտրոնի ստեղծման աշխատանքներում ներգրավված էին եւ ուղղակիորեն աջակցում էին այս պրոյեկտից թե Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատունը, թե անձամբ ինքը դեսպանը հետամուտ էր լինում որոշ հարցերի լուծմանը եւ ինչպես նաեւ իրանցի այդ գործարարները եւ պարոն Ծառուկյանը. و ملک هم مال آقای زاروکیان بود همین مرکزی که در واقع تخصیص داده شد برای این کار ملک ایشون بود. بله. Հենց գույքն էլ, այսինքն այդ տարածքն էլ, որ նախատեսված էր այդ առևտրի կենտրոնի կառուցման համար, պատկանում էր պարոն Ծառուկյանին. همکاری خیلی خوبی شکل گرفت و این مرکز افتتاح هم شد. Շատ լավ համագործակցություն ձևավորվեց եւ այդ կենտրոնը պաշտոնապես կենտրոնի բացման արարողություններ տեղի ունեցավ. خب متاسفانه گفتم دیگه در پروسه کار یه سری اختلافات تجاری و در واقع مسائل پیش اومد که طرفین در واقع از هم جدا شدند و با هم درگیر شدند. Ցավոք սրտի աշխատանքի հետագա զարգացման ընթացքում որոշակի առևտրային տնտեսական տարաձայնություններ առաջացան կողմերի միջև եւ նրանք դադարեցրեցին իրենց համագործակցությունը. و ادعاهای متقابل علیه هم دیگه اون میگفت ایشون پول منو خورده اون میگفت ایشون پول منو خورده. Եվ իհարկե երկու կողմից էլ փոխադարձ մեղադրանքներ էին հնչում մյուս կողմի նկատմամբ առ այն որ մյուս կողմը հափշտակել է իր գումարը. و خب چندین کار و تجارت مختلف با هم داشتن و این متاسفانه در اثر این اختلافات دچار به قول معروف اختلال شد. Եվ բացի հենց այս պրոյեկտից նաև այլ պրոյեկտի շրջանակներում էին աշխատում իրար հետ եւ համագործակցում, սակայն այս տարաձայնությունների հետևանքով խնդիրներ առաջացան նաև այլ պրոյեկտներում. که من شخصا تأسف میخورم چون این برنامه ها چه مرکز تجاری چه اون همکاری هایی که در حوزه انرژی بود میتونست خیلی برای هر دو کشور منفعت داشته باشه. Ես անձամբ շատ մեծ ափսոսանքով եմ խոսում սրա մասին, քանի որ իմ կարծիքով թե առևտրային, թե էներգետիկ ոլորտում երկու կողմերի ունեցած էներգետիկ ոլորտում արկա պոտենցիալը հնարավորություն կտար հետագայում համագործակցության շատ լայն հորիզոններ բացելու. بله سفیر سابق درگیر این پروسه بودن در جریان بودن. حالا من واقعا اخلاقا نمیتونم به جای سفیر سابق اظهار نظر بکنم. Այո, ճիշտ նշեցիք մեր Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության նախորդ դեսպանը ներգրավված էր այդ քննարկումների մեջ, սակայն ես ինքս ճիշտ չեմ գտնում մեր նախկին դեսպանի փոխարեն որևէ կերպ արձագանքելու այս հարցին. آرزوی قلبی من این هستش که این ماجرا رو بشه از طریق صحبت و سازش و مصالحه حل کرد. Իմ ցանկությունն է եւ ես մաղթում եմ որ եւ ցանկանում եմ մաղթում եմ որ այս խնդիրը եւ այս հարցը հնարավոր լինի լուծել քննարկման փոխզիջման խաղաղ ճանապարհով. و عرض کردم من شخصا چندین جلسه با هر دو طرف برگزار کردم خیلی تلاش کردم. Եվ ինչպես արդեն նշեցի, ես ինքս անձամբ մի քանի քննարկումներ եմ ունեցել երկու կողմերի հետ եւ բավականին ջանք եմ գործադրել. در مورد اون بخش دوم سوال شما من صلاحیت ندارم که بگم که این به مسائل چی مربوطه اینها این واقعا اجازه بدید من ورود نمی‌کنم الان به هر حال امیدواریم که در پروسه قضایی به شکل عادلانه رسیدگی انجام بشه. Ինչ վերաբերում է ձեր հարցի երկրորդ մասին, ես իրավասու չեմ իմ գնահատականը հայտնելու գործի մանրամասների վերաբերյալ ձեր թույլտվությամբ ես չեմ արձագանքի դրանց ամեն դեպքում իմ ցանկությունը եւ ես մաղթում եմ որ արդեն քանի որ գործը թեւակողել է դատական փուլ, որ เป զի արդար կերպով ամեն ինչ հանգուցալուծվի։ Շնորհակալ եմ։ سوال دارم.